Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանում ընտրություններն ավարտվել են, իրենց տրամաբանական զարգացման մեջ են հետընտրական պրոցեսները, հայտնի է, որ 7 քաղաքական ուժեր դիմել են սահմանադրական դատարանին տարբեր հայցերով կապված ընտրությունների հետ, լսումները նշանակված են ամսի 26-ին եւ հայցերն ուղղված են անցած ընտրություններին տարբեր իրադարձությունների, տարբեր կողմերի վիճարկմանը, մասնավորապես Հանուն Հանրապետության կուսակցությունը դիմել է սահմանադրական դատարանին, ուղղակի վիճարկելով մի քանի քաղաքական ուժերի, մասնակիցների կողմից բաժանված ընտրակաշառքների հետ կապված։ Որովհետև ըստ էության, երբ մենք հռչակում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա միայն հռչակում չէ, դա շատ կոնկրետ դրույթ է, եւ այդ իշխանությունը իրացնելու միայն մեկ մեխանիզմ գոյություն ունի, դա ընտրություններն են։ Եվ երբ տեղի է ունենում զանգվածային ընտրակաշառքի բաժանում եւ դա ըստ էության ֆիքսվում է իրավապահ մարմինների կողմից, պետության կողմից, այդ ամենը նաեւ գնահատականի կարիք ունի, թե որքանով է այդ իրացման մեխանիզմը խաթարվել, այդ տասնյակ դեպքերով, դա նշանակում է մի հարց գոնե պետք է բարձրացվի, այդ ում փողն էին բաժանում եւ ինչի համար։ Այստեղ ուղղակի ակնհայտ է այդ ընդհանուր միասնական դիտավորությունը։ Բացի դրանից, Հայաստանին արդեն հայտնի արդյունքների հետ կապված ընտրությունների շնորհավորում է ողջ ազատ աշխարհը, ոչ այնքան ազատ աշխարհը եւս շնորհավորում է եւ միայն այսպես մի բացառիկ դեմոկրատ, ինչպիսին է ֆաշիստական Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, չի շնորհավորում։ Բացի դրանից, Հայաստանը ներկայումս Բեռնարկելքի տակ է, որը հայտարարված է Ռուսաստանի կողմից։ Դա էլ քիչ համարեցին, նաև արգելքի տակ է մեր տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Այս ամենը իհարկե դրդում է մեր իշխանություններին ուղղակի վթարային ռեժիմով նոր շուկաներ մուտք ապահովելը։ Եվ ահա այս ամենին ընդառաջ քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց Եվրոպայում լույս տեսնող Politico Europe պարբերականի կողմից, որն էլ իր կողմից հողմ է անում 3 բարձրաստիճան աղբյուրի, որ հաջորդ շաբաթ Հայաստան է այցելելու Եվրահանձնաժողովի նախագահի գլխավորությամբ մի բարձրաստիճան պատվիրակություն Եվրոպայից։ Հայաստան է այցելելու ֆոն դեր Լայենը, Հայաստան է այցելելու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, մի շարք այլ հանձնակատարներ եւ պաշտոնյաներ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն ժողովրդավարական Հայաստանին, որը գտնվում է Ռուսաստանի աննախադեպ ճնշումների ներքո։ Այս ամենը դրսում, իսկ ներսում ինչ է անում եւ ինչ պետք է անի պետությունը, երբ այսպիսի ասպատակություն է տեղի ունեցել եւ շարունակում տեղի ունենալ, ոմանք էլ դեռ հոխորտում են, թե պատմության անիվը հետ են շրջելու, ըստ էության։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է արտաքին եւ անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, բարև եք եկել, պարոն Պետրոսյան։ Նորից տեսնել։ Ես եմ ուրախ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Եվ ուրեմն դուք Միացյալ Նահանգներում էիք երկար ժամանակ, այնտեղ զբաղված էիք հետազոտական աշխատանքով, հիմա Հայաստանում եք,
բայց վստահաբար ուշով հետևում եք այս դեպքերի ընթացքին, արձագանքներին, գնահատականներին։ Հիմա մենք մի շատ կարևոր շրջափուլում ենք, խաչմերուկում նույնիսկ, երբ երկիմաստնությունները կարծեք թե այլևս դադարում են այդպիսին լինելը, ամեն ինչ դառնում է սև սպիտակ, անելիքը շատ ավելի հստակ, այն խաբկանքներն էլ, որ մինչ այդ կային, դրանք էլ չքվում են։ Համեցեք, ձեր գնահատականը քաղաքական պահի եւ դեպքերի հետագա ընթացքը ձեր կարծիքով, խնդրեմ։ Շնորհակալություն։ Դեր ունեցած խորհրդանշական մեծ նշանակություն հատկապես երկու տարիների քաղաքականության մասով, թե ներքին, թե արտաքին։ Մենք ցավով պետք է արձանագրենք, որ պետական ինստիտուտների թուլության պատճառով մենք ունենք ընդդիմություն մի այնպիսի արդյունք, որը հեշտ կարելի ասել, որ վիճարկվող է։ Իսկ ինչ տեղի ունեցավ այն նախկինում իշխանություն հանդիսացող ուժերը, որոնք հեղափոխությունից հետո դարձան ընդդիմություն, դրանց գումարված որոշ նոր ուժեր, նկատում Սամվել Կարապետյանի ուժին, օրենքներ խախտելով փորձեցին հայտնվել խորհրդարանում։ Սամվել Կարապետյանի ուժի մասով 10-ից ավել ձայնագրություններ կային ընդհանրակարգի բաժանման մասով։ Ու ընտրությունից հետո է քննարկում արդյոք այդ ուժը կարող է մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Մինչդեռ այդ ձայնագրությունները կային ընտրությունից առաջ, ու մենք կարող ենք ասել, որ բավարարչանք չգործադրվեց, որպեսզի օրենքին տարին համապատասխան այդ նախընտրական process-ը տեղի ունենա։ Ու այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ խորհրդանում հայտնվում է ուժ, որը զանգված է ընտրական բաժանել, կան մեղադրանքներ այդ մասով առնվազն, ու նա կարող են հայտնվել խորհրդարանում։ Սա առնվազն նշանակում է, որ խորհրդարանը չի լինում այնքան լեգիտիմ, որքան նա պիտի լիներ։ Ու առաջին դեպքի բանավեճի ժամանակ առաջին դեմքը Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք գործողություններ այս ամով չեն իրականացել, քանի որ կարծեն, որ իրենց կարող են մեղադրել, որ իրենք մտածում են, որ իրենք կարող են պարտվեն։ Այսինքն որոշումը կայացվել է ոչ թե այնպես, ինչպես օրենքն է ասում, այլ կայացվել է այնպես, ինչպես կլինեն այդ որոշման մասով մեկնաբանությունները։ Սա իմ կարծիքով խնդրահարույց։ Ու մենք տեսանք, թե ինչպես այդ նախորդ 8 տարիների ընթացքում են process-ները, որ բնութագրում են այսպես թավիշ, հանգեցրին նրան, որ մենք ունենք մի խորհրդարան, որը տարբեր 7 տեսակ հայցերով սահմանադրական խորհրդարանում վիճարկվում է այդ ընտրությունների լեգիտիմությունը։ Սա ընդդիմության մասով։ Իշխանությունները սակայն մեկ այլ կենտրոնական հանձնաժողով ավելի ճիշտ մի որոշում կայացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված, որը առնվազն խնդրահարույց է, ու հետո բացատրվեց դա նրանով, որ տակտիկական քվեարկություն կարող է տեղի ունենալ ու այդ 3 ընտրատեղամասերում չնշանակվեց վերահաշվարկ։ Ոստեղ օրինակ հարց առաջում, եթե օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքեր այդ որակյալ մեծամասնությունը ԲՀԿ-ն խորհրդարանում, արդյոք նրանք օրինակ կենտրոնական հանձնաժողովը կչեղարկեր այդ ընտրամասերի ընտրությունները։ Սա շատ լուրջ հարցեր են, որոնց արդյունքում ձևավորվել է խորհրդարան։ Այդ խորհրդանով մենք պետք է աշխատենք, այն պետք է ընտրի վարչապետ, խորհրդանի ուժից լեգիտիմությունից կախված է մեր արտաքին քաղաքականության, այսպես ասած մանևրելու հնարավորությունները, ուսանք բաց հարցեր են, որոնք պահանջում են լուրջ քննարկումներ։ Պարոն Պետրոսյան, այս ամենը ինչ մենք քննարկում ենք, նաև խաթարված անվտանգության մասին են վկայում։ Ներքին անվտանգության, որը շատ հստակ արտաքին օրակարգ է սպասարկում, պետության արտաքին քաղաքական տարածաշրջանային օրակարգն է ամբողջությամբ թիրախավորում, մենք լսեցինք նրանք ինչ էին խոսում, այս անցած ընտրարշավի, քարոզարշավի ժամանակ և հիմա նրանք նաև հարցը բարձրացրել են ընտրությունների օրինականության,
սահմանադրական դատարանում։ Եվ ընդհանրապես դուք ասում եք Բարգավաճ Հայաստանը, չգիտեմ, ինչ արեց, ինչ չարեց, իսկ Բարգավաճ Հայաստանն ինչ գործ ուներ պայմանական Բարգավաճ Հայաստանը ընտրություններին։ Երբ իշխանությունը 2 ամիս առաջ ասում էր այն մասին, որ դե ժողովրդավարությունը, էսա, այնա, հա չեք ուզում, դե մի քվեարկեք։ Իսկ հիմա ասում է մեր կարծիքով նրանք ընդհանրապես պետք է չլինեին եւ դա պետք է աներ ԿՀ-ն։ Համեցեք։ Այո, սա ինչ նկատի ունեի, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության, թե Մայր Հայաստանի, թե Ուժեղ Հայաստանի, թե Դաշնակցության այս թվարկածներից ոմանք կային հեղափոխության դաշտ նույնպես ու իրենց հետ կային բազմաթիվ ասոցիացված ընտրակաշառքի դեպքեր։ Ու 18-ին շատ ակտիվ քննարկում կար, որ այն կուսակցությունները, որոնք զանգվածաբար համակարգային ընտրակաշառք են բաժանել, նրանց գործունեությունը պետք է արգելվի։ 8 ամիս ոչինչ չարվեց, 8 տարի կներեք։ 18 թվականին մենք ունեցանք այդպիսի խորհրդարան, մենք նույն խորհրդարանը ունեցանք 21 թվականի ընտրություններով ու նույն ռիսկ ունենք այժմ, որ կարող ենք ունենալ նմանատիպ խորհրդարան։ Այս մասով գնդակը իշխանությունների դաշտում եղել է, շարունակում է մնալ։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թավշյա մանդատի փոխարինապողպանդ է մանդատ է խնդրում, նշեց, որ նաև այդ ամենի պատճառով Ղարաբաղյան պատերազմում մեր պարտությունն է եղել, բայց արյունտեց, որ այդ նույն ուժերը ավելի կոնսոլիդացված, համալրված նոր դեմքերով, համալրված նոր ֆինանսներով եկան մասնակցեցին ընտրություն եւ ինչ որոշում եմ կարծիքով սանրական դատանը կայացնի, ամեն դեպքում խորհրդարանում լինելու են քաղաքացիական պայմանագիր եւ այդ ուժերը, որոնց ես չեմ կարծում նրանց միջեւ մեծ տարբերություն կա։ Ու ինչ տեղի ունեցավ այն ուժերը, որոնք մտահոգված են Հայաստանի ժողովրդավարությամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմամբ, ինքնիշխանությամբ չհայտնվեցին խորհրդարանում։ Միգուցե օրինակ ուժեղ Հայաստանի կողմից այդ ընտրախախտումների process-ը բավարար չէր, որպեսզի նրանք հաղթեն քաղաքացիական պայմանագիր, բայց բավարար է, որ նրանք լուսացքում թողնեն այլ ուժերի։ Դա փաստացի արդեն տեղի է ունեցել։ Հիմա եթե օրինակ արտահերթ ընտրություններ նշանակվի, որը ես չգիտեմ տեղի կունենա թե չէ, բայց եթե տեսնում ենք, որ այդ ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ հետապնդումներ է սկսվել, process-ներ իրականացվում, միգուցե դրանից հետո որոշի որ արտահերթ խորհրդական ընտրություններ պետք է լինի, բայց այստեղ մի գործունեություն մի իրավիճակ է, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդի գլխավորությամբ ըստ իրավիճակի, ըստ անախիվատ ինչպես իրենց է հարմար, այլ ոչ թե ոնց որ օրենքն է նշում, որոշում են արտահերթ ընտրությունները կամ խորհրդարանական ընտրությունները, բայց փաստը այն է, որ ընդդիմադիր դաշտը շարունակում է օկուպացված մնալ, այսպես ասած ռուսամետ կամ պրոքսի ռուսական ուժերի կողմից։ Ու սա արդեն 8-րդ տարին է, եթե այս խորհրդարանը աշխատի եւս 5 տարի, ասեմ 13 տարի, ու քաղաքացիական պայմանագիրը բազմաթիվ անգամ նշել է, որ իրենց ձեռք է տալիս ունենալ նման ընդդիմություն։ Միգուցե մեր լսողները կասեն, որ այդ տարբեր ուժերը, ովքեր որ իրավիճակի հետ գոչ են, թող գնան կազմեն կուսակցություններ, կազմում են մարդիկ կուսակցություններ, բայց նման քաղաքական դաշտում, երբ որ օգտագործում են նման կապիտալ, ու երբ որ պետական ինստիտուտները ուղղակի չեն աշխատում, մտնել այդ քաղաքական համակարգի մեջ ուղղակի անհնար է։ Ոստեղ առաջին հերթին պատասխանատու իշխանությունները, քանի որ ժողովուրդը արդեն 3-րդ անգամ փաստացի մանդատ է տալիս այս փոփոխությունների համար։ Պարոն Պետրոսյան, ամենը իհարկե սրա հետ կապված մենք իրավիճակ ենք ձեզ հետ միասին ֆիքսում համակողմանի իր տարբեր ասպեկտներով, բայց ամենը գործողություն է պահանջում ի վերջո, հա, միայն ֆիքսացիայով չէ։ Այս ֆիքսացիայով զբաղվում է նաև իշխանությունը, այն էլ այսպես ասենք, էլի գոլ է, բայց ոչ տաք, հա։ Բայց այդպես էլ հանրությունը տեղյակ չէ ինչ է լինելու սրա հետ, որովհետև այս ֆրագմենտար որոշումները կապված թեկուզ եւ տասնյակներով, բայց առանձին մարդկանց ընտրակաշառքի հետ, առանձին մարդկանց ապօրինի գույքի հետ, որը
ճիշտ է, այդտեղ հարց չկա, բայց այդ ամենը որ համակարգված է տեղի ունեցել, չէ, 20 տարվա կրիմինալ դիկտատուրայի պայմաններում 20 տարի համակարգային, այսպես վերտիկալ ինտեգրված կոռուպցիոն համակարգի գործունեության արդյունքում։ Եվ հիմա դրանց այդ մնացուկները էլի վերամիավորվել են եւ ստեղծել են զանգվածային ընտրակաշարքի բաժանման համակարգ կառուցվածք։ Դրան ով պետք է գնահատական տա, ազդում է, ինչպես դուք ասացիք, հանդիմադիր դաշտը օկուպացված պահելուն, դա այն մինիմում ծրագիրն է, որ նրանք արել են, որովհետև դա նաև պլացդարմ էր պետությունը զավթելու փորձ անելու համար։ Համաձայն եմ պարոն Միրաբյան, այդ մինիմում ծրագրի մինիմումը այո դաշտը օկուպացված սպայելը, եթե հնարավոր է նաև իհարկե իշխանություն գալ կամ առնվազն իշխանության դիրքեր թույլատնել, որպեսզի ռուսական շահը, այսպես Հայաստանում մնա պաշտպանված։ Ու նաև այդ ընդդիմության միջոցով ռուսական իշխանությունը նաև փորձում են ազդել այս իշխանությունների որոշումների ընդունման կարողությունների վրա, քանի որ նրանց որոշումների ընդունման կարողությունը պայմանավորված է իրենց լեգիտիմությունից, ժողովրդի հավանությունից եւ այլ քաղաքական դաշտի այլ ակտորների դիրքորոշումից։ Որքան նեղ լինի այդ դաշտը, այնքան իշխանություն կլինի թույլ։ Սա նաև հասկանում է իշխանությունը։ Սակայն իշխանությունը արդեն այս տարիների ընթացքում ուղղակի ցույց է տվել, որ ցավոք սրտի են որոշումների կայացնում ոչ թե ըստ օրենքի կամ ըստ հեղափոխության շնչի, այլ ըստ ինչպես իրենց տվյալ բանին ձեռք է տալիս։ Օրինակ, եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր այս խորհրդարանական ընտրություններին, իր հանդեպ սկսվելու էր ինչ-որ քրեական հետապնդում։ Շանգրիլա, այդ Ծաղկաձորի ճոպանողին, այլ պրոցեսներ, սրանք բացվելու են թե ոչ։ Սա ինչ է նշանակում, այսինքն քաղաքական պասիվության գնով մարդիկ կարողանում են ապահովագրած պահել իրենց ապօրինի կողմից ձեռք բերված գույքը։ Բայց երբ որ մասնակցում են քաղաքականության, հայտնվում են ռիսկի տակ։ Այսինքն ստեղ մի հատ պրոցես կա, որ ժողովուրդը մեծամասնությունը ամբողջ պրոցեսից դուրս է, նոր էլիտան հին էլիտայի հետ գործարքների լեզվով փաստացի որոշում է թե ինչպես պետք է լինի քաղաքական դաշտ։ Իսկ դա ինչ է նշանակում, որ որոշում է թե ով պետք է երկրում որոշում կայացնի։ Ոստեղ արդեն այդ գործարքները, հաշվարկները ինչպես դա տեղի կունենա, ինչ արդյունք կունենա։ Մի բան փաստ է, որ քաղաքական համակարգը թուլանում է։ Քաղաքական համակարգը թուլանում է, ժողովրդի հավատը թուլանում է, իսկ նման իրավիճակում այս իրավիճակը ձեռք է տալիս նախևաճ Ռուսաստանին, երկրներին, ովքեր հետաքրքրված չեն դիմադրող ունակ Հայաստանով, ու այն ուժերին, ովքեր ունեն կապիտալ։ Կապիտալ շարունակում են ունենալ նախկին իշխանությունները, նրանց հետ ասոցացված անձիկ եւ Ռուսաստանի կողմից Հայաստան ներլուծվող քաղաքական գործիչներ։ Որտեղ այդ քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որ հեղափոխությունով դեռ 18 թվականին փոխվել, դա անսպառ չէ։ Ու այս ընտրությունները ցույց տվեցին, որ մոտ 500,000 մարդ գնացել քվեարկել է այդ 3 ընդդիմադիր ուժերին միասին։ Հիմա որքանով են այնտեղ ընտրակաշարքներով, որքանով ընտրակաշարքով չի, բայց այսքան ձեն մենք ունենք։ Գործողությունների մասով ամբողջովին գործողությունների դաշտը քաղաքական իշխանության ձեռքում է։ Պետությունը միակ լեգիտիմ բռնություն կիրառելու օժտված ինստիտուտն է։ Մենք քաղաքացիներս այդ առումով ոչինչ չեն կարող անել։ Ես հիշում եմ, որ 19 թվականին Ռաչապե կոչում շրջապատել դատարանները, ժողովուրդը դա արեց, բայց 21 թվականին մանդատը տվեց, չէ՞, Պողպատյա։ Հիմա այս իրավիճակը իմ կարծիքով շատ մտահոգիչ է, ու արդեն փաստ է, որ Հայաստանում քաղաքական դաշտը 8 տարի է գտնվում է որոշ քաղաքական ուժերի ձեռքում, այլ ոչ թե ժողովրդի։ Ու այս ընտրությունները ապացուցեցին այդ իրականությունը։ Նույնը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրական։ Եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, չշարունակել իր ակտիվությունը, պետական արտադատության մարմինները օրինակ հիշելու են Ռոբերտ Քոչարյանին, օրինակ ես տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանին այդքան չեն հիշում օրինակ։ Որ Սերժ Սարգսյանը այդ չմասնակցեց կամ պասիվ աջակցեց
ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանն էլ է ազատության մեջ, Գագիկ Ծառուկյանն էլ է ազատության մեջ, մասը ազատության մեջ է։ Բայց օրինակ Արտուր Օսիպյանը բավական երկար ժամանակ գտնվեց անազատության մեջ։ Պարոն Պետրոսյան, մենք այնուամենայնիվ ունենք արձանագրումներ նաև իշխանության կողմից։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասում է, որ գործարք որևէ չի եղել եւ չի էլ լինելու։ Մեկ, երկրորդը նա ասում է, ընդ որում հենց այդ իր շնորհավորական են ամենաառաջին ելույթում, որը տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագրի շտաբում, քվեարկության ավարտից 6 ժամ անց մոտավորապես, որ հաստատ կարող էր չասել եւ դրա մասին ի վերջո եկել է շնորհավորի եւ այլն, բայց ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի բանտում, Սամվել Կարապետյանը պետք է նստի բանտում, Գագիկ Ծառուկյանը պետք է նստի բանտում։ Ես դժվար եմ պատկերացնում իրավիճակը, երբ այսպես ասենք, մտադրության բարձրաձայնումից ինչ-որ մի ողջամիտ ժամանակ անց նրանք այնուամենայնիվ չեն հայտնվում բանտում։ Դա արդեն սպառնալիք է վերածվում Հայաստանի Հանրապետության համար, համաձայն եք։ Իհարկե, Հիմա այս ամենն էլ, բայց մյուս կողմից խոսում է իշխանության մտադրության մասին, հա, որին ես գոնե, ասենք, ռացիոնալիզմի մասին իմ պատկերացումները թույլ են տալիս պնդելու, որ նրանք այստեղ հաստատապես մտադիր են եւ տպավորությունն է, որ ձևը չգիտեն։ Մինչդեռ դրա համար գոյություն ունի շատ հարուստ միջազգային փորձ, այդ թվում նաև այն երկրներում, ովքեր թույլատրել են տոտալիտար կամ ավտորիտար դիկտատուրաների այդ լուծը եւ բռնել ժողովրդավարության ճանապարհ եւ արել քայլեր, որոնք այդ ժողովրդավարությունը դարձրել են անշրջելի, այսինքն հաղթահարելով այդ ռեժիմների ժառանգությունը, այդ պետությունները ինստիտուցիոնալ երաշխիքներ են ապահովվել այդ ժողովրդավարությունների անշրջելիության համար։ Դուք Միացյալ Նահանգներում նաև ամերիկյան ինստիտուտների, այսպես ասենք, այդ ճանապարհն եք ուսումնասիրել, հա, մենք լավ գիտենք, որ ամերիկյան ժողովրդավարությունն էլ այնպես չէ, որ անխոցելի է ապրիորի։ Մենք գիտենք 20-ականներին ինչ տեղի ունեցավ, 30-ականներին ինչ տեղի ունեցավ, հարվածներ ծայրահեղ աչերի, ծայրահեղ ձախերի կողմից, կազմակերպված հանցավորության կողմից, որ լեգենդար, այսպես բնույթ ունի, չէ, ֆիլմեր եւ այլն եւ այլն։ Համաձայն։ Համաձայն, պարոն Միրաբյան, այդ պետք է ներդ գալ, Ռոբերտ Քոչարյան պետք է նստի, Գագիկ Ծառուկյանը պետք է նստի։ Դա վաղուց արդեն ասվում է։ Բայց երբ մենք իրականության ենք նայում, ես կուզենամ մենք հետ գնանք 2018 թվական հեղափոխությունից հետո։ Նախահեղափոխական ընթացքում ժողովուրդը համախմբվեց, դուրս եկավ փողոց եւ համաժողովրդի մեծագույն մասը կողմեր փոփոխություն, օրակարգը եղել է նույնը։ Սակայն հենց հեղափոխություն տեղի ունեցավ, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հայտարարեց, որ իրենք գնում են տնտեսական հեղափոխություն, եւ քաղաքական հեղափոխությունը արդեն տեղի է ունեցել։ Նույն միջազգային փորձը նշում է, որ եթե քաղաքական քայլերը, իսկ դա այդ ընտրակաշառք բաժանած կուսակցություններ, քաղաքական համակարգին չենթարկվող ուժերի պատժում կամ անհրաժեշտ չեզոքացում տեղի չի ունենում, ոչ մի այլ փոփոխություն տեղի ունենալ չի կարող, որտեղ երբ որ դու սպառում ես այդ հեղափոխական ռեսուրսը ու չես պատժում այն քաղաքական գործին, ովքեր այդ քաղաքական համակարգը զավթեն, դու էլ ներուժ չես ունենում այլ փոփոխություններ անելու համար։ Սա փաստացի Նիկոլ Փաշինյանը 21 թվականին ընդունեց։ Բայց մինչև 21 թվականին իրենք ինչպես էին առաջնորդվում, իրենք եկան իշխանության հեղափոխության միջոցով այն ուժերը, որոնք չվիճակեցին քաղաքացիական պայմանագրի կուսակցության իշխանությունը, այդ օլիգարխները դարձան հաջողակ բիզնեսմեններ։ Այդ process-ը մենք տեսանք 21 թվականին։ Հետո քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ասաց, մենք ընդունում ենք մեր սխալը, մենք պարտվել ենք այդ պատճառով, հեսա 21 թվականին մենք ընտրվում ենք, այդ բոլոր հայտնում են բանտ։ Մուրջ, չագուճ ու տարբեր այլ հետաքրքիր խոսքեր եւ արտահայտություններ։
Ժողովուրդը հավատաց մանդատը տվեց։ Ոչ միայն այդ մարդիկ չհայտնվեցին դաշտում, այլ մենք ստացանք նոր ուժեր, նոր կապիտալով, ու այս մարդիկ ազատ զբաղվեցին նախընտրական քարոզարշավով եւ հայտնվեցին խորհրդում։ Հիմա մեզ նորից ասում են, որ այդ մարդիկ պետք է նստեն։ Ինչ կարող ենք մենք ասել, իմ կարծիքով պետք է մենք հիմնվենք նախկին 8 տարվա փորձին չէ խոսում, ուստի դա ցավալի բան կա, նստեն ինչի համար, նստեն, որովհետև սխալն են թույլ տվել, դա բոլորս է գիտենք։ Միգուցե քաղաքացիական պայմանների կուսակցությունը արդեն վտանգված է զգում իր իշխանությունը, դա համար է հասկացել, որ այս ուժերը պետք է նստեն։ Այսինքն, եթե իրենք իշխանությունը վտանգված չլիներ, այս ուժերը չէին նստելու։ Իշխանությունը հասկացանք, բայց պետությունն են վտանգում այս։ Իմ կարծիքով պետությունն այն, որ վտանգված է, դա փաստ է։ Բայց վերջի 8 տարիները ցույց տվեցին, որ պետության վտանգված լինելը ցավոք շուտի առաջնահերթություն չէ։ Ես ինչ նկատի ունեմ, այս ընտրություններում ցայնը ցույց տվեցին, որ քաղաքացիական պայմանագիրը ակնկալում էր 60+, ստացավ քիչ, ընդդիմությունը ակնկալվածից, ընդդիմությունը նկատի ունեմ այդ պարուսական այդ 3 ուժերին ստացան ավելի շատ, ու քաղաքացիական պայմանագիրը կուսակցությունը շատ լավ հասկանում, որ ռիսկը մեծ է, որ սպասվող Երևանի ընտրություններին, այդ ֆոնը սպասվող խորհրդարանական ընտրություններին, այս հարաբերակցությունը փոխվելու է ու հավանաբար ոչ իրենց օգտին։ Ու իրենք վաղթոշ կարող կորցնեն իշխանությունը։ Ու չկորցնելու համար ես պետք է այս մարդկանց այո, քաղաքական դաշտից հեռացնել, բայց սա իրենք կամ իրենց իշխանությունը ապահովելու համար, թե պետության համար։ Իմ կարծիքով գլխավոր շարժարիթը նախ եւ առաջ սեփական իշխանությունը պահելն է։ Ինչ վերաբերում է փորձին, մեզ համար շատ կարևոր է հատկապես հետ խորհրդային երկրների փորձը, մասնապես սոցիալիստական ճամբարի երկրների փորձը, որտեղ կարմիր գծով գնում է։ Եթե այդ ընտրակաշառքներով իշխանությունը զավթած կուսակցությունների գործունեությունը չի արգելվում, Ունդեղ այն հայտնի խոսույթներն են, որ մենք ունենք, ու տարի խոսում ենք, դա կոչվում է լուստրացիա, պետության զավթելուն գնահատական, պետության ինստիտուտներին գնահատական, այս ամենը չարվեց։ Իսկ այդ ամենը անելու ժամանակը 2 տարի է, որտեղ 2 տարի հետո լեգիտիմությունը սպառվում է, ժողովրդի այդ մեծ ակնկալիքները, որ չեն բավարարվում, հիմա մենք ցավոք գտնում ենք մի հատ իրավիճակում, որ արդեն ոչ թե ժողովրդի կամքն եմ կարծիքով տիրում, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշում է կայացնում ըստ իրենց իշխանությունը ավելի երկար պահելու նպատակահարմարության, եւ մենք ստիպված ենք ընտրություն կատարելու այդ ուժի եւ ավելի վատ ուժերի միջեւ։ Պարոն Պետրոսյան, այնուամենայնիվ պետության տերը ոչ թե քաղաքացիական պայմանագիրն է, պետության տերը մենք ենք, մեր նման մարդիկ, այո, քաղաքացիական պայմանագիրն էլ ունի մանդատ պետությունը կառավարելու։ Եվ հիմա արդեն ինչ շարժառիթով է անում, ինչ շարժառիթով չի անում, դա մի քննարկման առարկա է, բայց պետք է աղնի, թե պետք է չանի, կարևոր չի ինչ շարժառիթով, մտքին ինչ կունենա, սա ոնց որ արդեն երկրորդական նշանակություն է, պետություն ունենալ, չունենալու հարց էր 21 թվականին եւ փաստորեն 5 տարի անց, նաեւ 26 թվականին եւ այս process-ը դեռ շարունակվում է։ Այո, ընտրություններն անցան մի անօրինակ, մի ասպատակության պայմաններում Ռուսաստանի կողմից, չէ՞։ Հայ ժողովուրդը հետ մղեց այդ ասպատակությունը, բայց պատերազմը շարունակվում է։ Համաձայն։ Այո, ժողովրդի կամ արտահայտման ձևը ընտրություններն են։ Մենք ընտրությունների ժամանակ քվեարկում ենք ինչ-որ ուժերի հավատալու, որ իրենք կնեն այն փոփոխությունները, որ մենք ցանկանում ենք։ Դրանից բացի մենք մի քանի այլ տարբերակներ ունենք, օրինակ կուսակցություն ձևավորենք, մասնակցենք այդ որոշումների ընդունման process-ին, բայց իմ խոսքում նշեցի, թե ինչպես է սահմանափակված այդ հնարավորությունը։ Այն խոշոր կապիտալով, տեղեկատվական դաշտի զբաղվածությամբ դա հեշտ չէ։ Մյուսը հասարակական ակտիվությունն է, որ ժողովուրդը այս բոլոր փոփոխությունների համար համախմբվի, փողոցային պայքար սկսի, որ այս փոփոխությունները իշխանությունները անեն։ Սակայն հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ մենք ունենք, եկեք հիշենք, թե վերջի անգամ երբ է Հայաստանում հասարակական ինչ-որ խումբ որոշակի process իրականացրել։ Ես չեմ խոսում այդ ընդդիմադիր ուժերի փոխկապակցված ուժերին։ Մենք շատ վաղ հետ կգնանք։ Ու սա ես չեմ կարծում, որ պատահականություն է։
տեղեկատվական դաշտը, քաղաքական դաշտը պահվում է օկուպացված, որպեսզի պահպանվեն, պաշտպանվեն այն ուժերի օրակարգերը, որոնք այդ քաղաքական դաշտում են։ Իսկ ժողովրդի օրակարգը մենք քննարկում ենք այստեղ, մենք սրա մասին բարձրաձայնում ենք, բայց ցավոք սրտի ավելին այս պայմանությամբ դեռ մենք չենք անում կամ չենք կարող անել։ Քաղաքացիական պայմանների կուսակցություն, ես լրիվ համաձայն եմ։ Ինչ շարժառիթով ոնց են կարող է որ այս պահին գոնե անեն։ Ռիսկը մենակ մի տեղ է, որ երբ որ նույնիսկ այս մարդկանց հետ կապված այդ գործողությունը իրականացվեն, նրանք որ մենք գիտենք, որ օրենքը խախտել են, այնպես չստացի, որ քաղաքացիական պայմանների կուսակցություն զգալով այդ համը իշխանության հետո այդ նույն գործիքները արդեն օգտագործի մարդկանց դեմ, ովքեր որոնք ոչ մի խախտում չեն իրականացրել, այլ ուղղակի քաղաքական ալգծի մեջ են։ Մենք դեռ դրան չենք հասել, որոշակի դրսևորումներ եղան դա կանգնեց, բայց դրան չհասնելով մենք պետք է տեսնենք, թե մենք ինչ քաղաքական ինստիտուտներ ունենք, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական ինստիտուտները, որպես դատախազություն կլինի կամ այլ իրավապահ մարմիններ կլինեն, հիմնականում իրենց որոշումները կայացնում են նայելով թե ինչ կասի իշխանությունը։ Ու այս վիճակը շատ վտանգավոր ու շատ փխրուն է։ Անվտանգության մասով միանշանակ իհարկե պարզ է։ Ունենք երբ որ պետք է քննարկվի թե թրիփը արդյոք մենք հասցնում ենք ժամկետների մեջ, ինչ կարող ենք ավել անել, ԵՄ-ի հետ կապված ավել մենք ինչ կարող ենք անել, ինչ նոր ռազմավարական համագործակցություններ կարող ենք ստորագրել։ Իսկ այն հարցը, որ կարող նշանակություն, այս հարցը քննարկելու փոխարեն մենք լսում ենք ունակ ընտրակաշարքի բաժանման ինչ-որ փողոցային խոսակցության ձայնագրություններ ու հիասթափում ենք, թե ինչ ենք մենք ապրում այս իրականությունում։ Իսկ սա ուղղակի կասեցնում է մեր զարգացումը, մեր աճը, որ իհարկե ազդելու է անվտանգության վրա, ու ցավալին է, որ 20 թվականին մենք համոզվեցինք, որ աշխարհը իր դինամիկան ունի, ու մենք այդ դինամիկայից դուրս գտնվելով շատ ծանր գին ենք վճարում, որտեղ զարգանալը բավարար չէ, բավարար է տեմպը, որով երկիրը զարգանում, որտեղ խոսակցությունը ստեղ զարգանալու մասին չէ, ստեղ խոսակցությունը հասցնելու մասին է։ Իսկ ունենալ նման ընդդիմություն ունենալ քննարկում, այսօր Երևանի ավական նիստում հերթական տեսքաթուկը տեղի ունեցավ։ Նման քաղաքական պաշարով դիմագրավել այն մարտահրավերները, որ մենք ունենք ու որ մենք կարող ենք ունենալ, իմ կարծիքով մենք չենք համապատասխանում դրան։ Ու մենք իմ կարծիքով ցավոք դրա գինը վճարել ենք ու դեռ կարող է վճարենք։ Եվ ամփոփելով, պարոն Պետրոսյան, փաստորեն այս ամենին զուգահեռ տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում։ Բոլոր այն իլյուզիաները, չգիտեմ, բալանսավորման, կոնստրուկտիվ, մեկ մյուս հասկացանք, որ այդ ամենը հնարավոր չի ուղղակի։ Դա կարող է լինել բարի ցանկություն, բայց այնպես չէ, որ մեր ուզածը բավարար է, որ այդ ուզածը տեղի ունենա, երբ դիմացինը քեզ համարում է կամ վասալ, կամ եթե դուք համաձայն չեք այդ կարգավիճակի հետ, դուք ունեք երկրորդ տարբերակը, դուք հայտարարվում եք որպես թշնամի։ Ձեր պապն է դառնում ֆաշիստ, չգիտեմ, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ինչ ենք անում համաձայն։ Ռուսաստանի մասով իմ կարծիքով միշտ պետք է հիշել, որ երբ որ ադրբեջանական կողմը ներխուժում էր Հայաստանի սուվերեն տարածք, Ռուսաստանից նշում էր, որ Հայաստանի սահմանը դելիմիտացված չէ։ Իսկ Հայաստանի հանդեպ հարձակումների վերաբերյալ տրվում էր կանաչ լույս։ Սա փաստել իրականություններ, որը մենք հասկացանք, տեսել ենք ու պետք է դրանից անենք հետևություններ մեր սուվերենությունը, այդ անվտանգային համակարգը բարձրացնելու։ Ռուսաստանը շարունակելու է դա անել այնքան, որքան ինքը հնարավորություն ունենա։ Մենք այդ ամեն դիմագրավելու համար ընտրել ենք արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան, որը իրական նշանակում է Ռուսաստանից կախվածության նվազեցում ամերիկյան եւ եվրոպական գործընկերների հետ։ Որքանով մենք կկարողանանք այդ ռուսական մարտավեն դիմագրել կախված է, թե որքանով արդյունավետ մենք կկարողանանք օգտագործել Ամերիկայի եւ Եվրոպայի հետ եղած հնարավորությունները։ Ոստեղ պետք է քաղաքական կամք, ստեղ պետք է պետական ապարատի բյուրոկրատիայի էֆեկտիվություն, արդյունավետություն, արագ աշխատանք, իրավիճակից թափ գնահատում եւ նաեւ շատ մեծ տնային աշխատանք, որը անպայման չէ շատ բարձր բարձրաձայնվի։ Այսինքն այն քաղաքական խոսությունը, որ մենք Ռուսաստանի հետ կապված ունենք, ես իշխանություններին նկատի ունեմ, դա այնքան էլ կարևոր չէ այդ մեր ցանկությունը։ Կարևոր թե հողի վրա
ինչ է արվում։ Իսկ Ռուսաստանի մասով Ռուսաստանի փորձը իր հարևան երկրների հետ պարզուց հետևել, թե Ռուսաստանը ինչ նպատակադրումներ ունի, ռուսական իշխանությունը դրա մասին բարձր հայտարարել արդեն մոտ 20 տարի, դա տեսնել անհնար է, ու մենք պետք է փորձենք առաջ շարժվել մեր շահով, իսկ մեր շահը սպասարկելու համար մեզ պետք է լավ տնտեսություն, ուժեղ բանակ եւ լավ դաշնակիցներ։ Ոստեղ եւ լավ կառավարում։ Այս ամեն ինչն էլ կախված է կառավարումից, առանց կառավարման ոչ մի process առաջ չի կարող գնալ ու նաեւ կախված է մեր երկրի քաղաքական համակարգի առողջական վիճակից։ Իսկ մեր քաղաքական համակարգը բոլորն են ընդունում, որ գտնում է հիվանդ վիճակում, որտեղ այդ նույն կառավարումը, երբ որ երկիրը օրինակ հիմա բոլորը սպասում են թե սանձնական դատան ինչ կասի, չէ՞։ Դա նշանակում է, որ մի ահագին ժամանակ նաև պետական ապարատը որոշակի առումով այն տեմպով չի աշխատում, որ պետք է աշխատեր։ Իսկ այս քաղաքական տուրբուլենտությունները ազդում են այդ կառավարման վրա։ Ու այդ ամենը ոչինչը պատահական չէ։ Պարզ է, չէ՞, որ այդ նույն ընդդիմությունը, որ բոլորով արագ երկրից դուրս էին գալի, ինչ-որ պատճառ կա, չէ՞։ Վերջերս մենք ունեցնենք առաջին այդ գործակալի դեպքը Անդայք թևանի մասով նման մեղադրանք կա, չէ՞։ Հիմա ես ուզում հասկանամ, այս ցույցան օրինակ շարունակվելու է, որտեղ օրինակ եթե երկրում ազգային ժողովում կան այլ երկրի գործակալներ, ըստ մեղադրանքի ես նկատում, այն ինչ որ ասվում է։ Մենք իհարկե գիտենք, որ մեր երկրում կան ահագին գործակալներ։ Այդ կառավարումը չի կարող արդյունավետ լինել, որտեղ այդ նույն բանակի ռեֆորմը, որ տեղի է ունենում ու մենք ասում ենք, այո, մենք մեր բանակն ենք, փաստորեն այդ գաղտնի տեղեկատվությունը մեզնից շուտ այլ երկրներ են իմանում։ Այդ դեպքում ուղղակի անարդյունավետ է, իսկ հետախուզական ծառայությունները անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ մասն են, իսկ մենք հետևողականն 8 տարի այդպես էլ չիմացանք, թե մեր որոշ հետախուզական ծառայություններում ինչ ռեֆորմներ տեղի ունեցան։ Նորից ֆրագմենտացված ինչ-որ դեպքեր, երևույթներ ու մեծ համապատկեր մենք չենք տեսնում, բայց այդ նույն կառույցները շարունակում են գործել, շարունակում են աշխատել ու այդ դեպքում կառավարման արդյունավետությունը միանշանակ հարցականի տակ է։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, կարծում եմ ձեր ստացած փորձով եւ գիտելիքներով արդեն Հայաստանում գտնվելով ձեզ եւս հնարավորություն կտրվի ձեր կարողությունները ծառայեցնել մեր պետության այս առաջնահերթություններին, որի մասին մենք այսպես մասամբ շոշափեցինք եւ քննարկեցինք, շնորհակալ եմ ձեզ մեր եթերին ժամանակ հատկացնելու համար։ Շնորհ հանդիպում եւ ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր արտաքին եւ անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի փորձագետ Դավիթ Պետրոսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված ընտրություններից հետո ձևավորված ներկայիս այս քաղաքական պահի հետ եւ Հայաստանի Հանրապետության հետագա անելիքների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցիդ հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։
Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով, կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այո, մենք ֆիքսում ենք թե մեր նախորդ հյուրերի հետ, թե մեր հրապարակային գնահատականներում, որ Ռուսաստանը շարունակում է իր ճնշումները Հայաստանի նկատմամբ, ընդ որում թե անմիջականորեն, թե իրենց կամքը, իրենց շահը սպասարկող առանձին սուբյեկտների միջոցով։ Մինչդեռ իրավիճակ է փոխվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում, այն հանցավոր պատերազմում, որը Ռուսաստանն էր սանձազերծել դեռ 5 տարի առաջ և ձգտում էր 3 օրվա մեջ լուծել բոլոր հարցերը։ Հիմա լուծում են իր հարցերը։ Եվ այդ ամենը նաև այսպես տեսարանով է ապահովում, ինչպես է թռնում Պուտինի կափարիչը Մոսկվայում, ինչպես է այրվում Ղրիմը, ինչպես է Ղրիմը թերակղզուց կղզու վերածվում, որտեղ այլևս չկա ոչ բենզին, ոչ հակաօդային պաշտպանություն, ոչ էլ կարողություն այդ ամենը պաշտպանելու համար։ Իսկ Ուկրաինայի հարվածները դառնում են շատ ավելի էֆեկտիվ, ավելի հեռահար, ավելի ծանր Ռուսաստանի համար, իսկ Ռուսաստանը դրան չունի և ոչինչ դրան դիմագրավելու համար։ Փորձ ենք հասկանալ և այդ նպատակով մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից տեսակապով մեր հյուրն է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Վլադիմիր Կոպչակը։ Приветствую вас, пан Копчак. Спасибо, что приняли мое приглашение. Рад вас снова видеть. Приветствую, уважаемые зрители. Приветствую, Рубен. Категорически рад взаимно. Итак, господин Копчак, параллельно с тем, что в Армении состоялись реально судьбоносные выборы, и которые сопровождались таким беспрецедентным гибридным набегом со стороны России, народ отразил вот этот набег, но наша вот эта гибридная война продолжается параллельно с той преступной войной, которую Россия ведет против вашей прекрасной страны. Но и у вас
произошла перемена в ситуации. Мы видели феерически летающую крышку от Путина, от путинской мощи. Мы видим, как горит символ неоимперской политики России с начала 2010-х годов, да, Крым. Полуостров превращается в остров, где нет бензина, где нет ПВО, где нет ни ума, ни воли все это удержать. И возможности в том числе. А удары Украины становятся все более эффективными, более мощными, более дальними, более прицельными. И всему этому России больше нечего противопоставить, кроме летающих крышек. Ваша оценка текущего политического момента, прошу вас. Еще раз приветствую, уважаемые друзья. Ситуация выглядит действительно следующим образом. Плодотворная работа сил обороны Украины по наращиванию возможностей, мощностей, по глубине, по номенклатуре использования оборудования ракетного, дронового и не только. Все эти процессы привели к тому, что Киев сейчас уже, аккуратно я выражусь, но тем не менее уже может разговаривать с супостатами неким языком ультиматума. Я говорю о высшем военно-политическом руководстве во главе с Владимиром Зеленским, президентом. Притом я думаю, вы на Кавказе знаете поговорку «говорю дочери, чтоб слышала невестка». Да. Это касается не напрямую вождей стран-агрессоров, я сейчас о России и о Республике Беларусь, но и к неким кругам, прежде всего в Вашингтоне. Я сейчас говорю о могучей кучке вокруг Дональда Трампа. Эти тоже сигналы для них, что никакого духа анкориджа без Украины реализовано не будет. Вот так эти вещи я бы сейчас охарактеризовал. Цитируя классика, у кого есть или нету карты, Украина эти карты всячески демонстрирует. Что мы имеем, например, понятно, что многие знаковые события находятся в тени картинки крышки нефтеперерабатывающего завода в Москве, в поселке Капотня, или как это называется. Но тем не менее есть и другие знаковые моменты. Украина целенаправленно и системно закрывает блокаду полуострова Крым, делая его, по сути, островом. Мы неоднократно с вами в программе обсуждали, что в военной логике давления на Крым, если говорить о деоккупации территории, если не получится, а Москва не хочет выходить на некое подобие дипломатического мирного решения этого вопроса, здравого во всех смыслах любой войны и так далее, то чисто с военной точки зрения, Крым, он просится как бы в военном плане на освобождение полегче и побыстрее, например, чем Донецк и Луганск. И не обстановки в Крыму, которую весьма четко описали, находится, например, то, что Украина целенаправленно отсекает логистику, например, российской группировки в оккупированной части Запорожской области. При этом у нас тяжелейшая ситуация в районе Константиновки, потому что никто не ослабляет мясных штурмов, и никто военным путем в Кремле не отказывается выйти теперь на административные границы Донецкой и Луганской областей, Донбасса прежде всего. Из того, что я сейчас, из той информации важной, как следствие этих процессов, которые я могу оперировать, есть информация, что, назовем так, разные гонцы из Кремля, из разных лагерей, башен, такой, назовем его так, некий коллективный Абрамович, лично, который, как известно, приезжал в Киев, но не только, начинают на Западе зондировать почву, давайте все-таки попробуем. Да, конечно, Владимир Владимирович, дорогой, не готов по нынешней линии разграничения останавливать горячие боевые действия. Но что бы мы могли получить взамен, если так получится, что мы это дело продали? Понятно, что это та же самая затяжка времени, но уже потихонечку концепция меняется. Ведь не боясь подсказать дегенератам некую логику развития событий, давайте смоделируем сценарный некий вариант.
Вот в данной ситуации, ну, вот все понимают, в том числе в Кремле, вот, нынешнюю динамику развития возможностей Украины по поражению целей на оккупированных территориях и внутри Российской Федерации по дип-страйкам, мидл-страйкам. И поверьте мне, в этой динамике это только цветочки, и это еще не применялась баллистика, которая активно испытывается сейчас в Украине. Что бы могли сейчас сделать в Кремле, гипотетически? Вот взять по разным каналам, не надо публично, заворачивайте это информационно как угодно, выйти на хотя бы на преддоговоренности, что давайте попробуем вот просто не стрелять по никакой вот, гражданской инфраструктуре. Обе стороны. Не стреляем просто. Обозначаем не так сложно на карте, я не знаю, килл-зону, условно говоря, 50-60 километров. Понятно, что на линии разграничения остановиться не получится. Но вот дальше мы просто не стреляем и начинаем о чем-то разговаривать. Вот. Но вот нехотя нынешней динамики, я вам ответственно заявляю, что Киев пошел бы на такое перемирие, на такие необстрелы. Из банальной логики сохранить жизни мирного населения. Киева и в особенности прифронтовых городов. Харькова, Запорожья, Днепра, Херсона и далее по списку. Сумы, Чернигов и так далее. Просто в тени там лавры, условно говоря, и капотни в ответ. Ну, некоторые вещи вне информационного поля оказываются. Киев бы пошел. И это было бы в нынешних условиях, при нынешнем развитии обстановки, правильно вы заметили, очень непопулярное решение внутри Украины. У Москвы бы оставался инструментарий, через свою агентуру, через своих полезных идиотов, через петрушек, начать качать Украину изнутри. Поверьте мне, все те же самые дегенераты, которые сейчас из каждого утюга поют, что Зеленский не хочет мира, хочет продолжения войны, там не идет на уступки и так далее, не договариваются, они первыми бы побежали рассказывать, как это так, мы уже практически побеждали, а он остановился и начинает там что-то опять сдавать. Понимаете, это все я говорю в кавычках и так далее. Знакомо. И Москва имела бы, да, и Москва имела бы инструментарий, вот там, не знаю, повоевать в когнитивной войне, порасшатывать Украину, тема выборов и так далее, то, что они годами пытаются раскачать. Но даже на такой вариант они сейчас пойти не в состоянии. Я далек от мысли, что то ли Владимиру Владимировичу, то ли Павлу Лаичу негатив не докладывают. Я думаю, там обстановка все реально и более-менее владеют. Не хуже нас с вами. И так далее. Но какой они ответ выберут, на мой взгляд? Они дальше будут закручивать спираль или воронку эскалации, о чем мы многократно говорили. Вот. И отсюда вот эти самые ультиматумы со стороны Киева. Я так это называю. Вот. Сейчас, например, одной из рэперных тем, как это так, 4 дня вроде бы осталось, Зеленский дал время Лукашенко поснимать вышки-ретрансляторы, через которые северо-северо-восточные регионы Украины вот, подвергаются атакам со стороны Российской Федерации, где Беларусь берет непосредственное участие. Вот. Вот, правда жизни состоит в том, что этот нехороший человек в Минске и так незаслуженно очень много времени получил от Киева, начиная с 22 года, будучи полностью на равных, подчеркиваю, вместе с Кремлем, ответственным за зверство в Буче, за страшные бои вокруг Киева, на севере Украины, Чернигов и так далее. Вот. И тут стоит только вопрос, что же такое случилось, что только сейчас Украина вот себе позволяет такие, скажем, выпады. Ну, потому что трезво оценивается нынешний потенциал. И поверьте мне, он сейчас начнет юлить. Опять же, есть информация, он написал письма счастья во многие западные столицы. Опять, как и в конце 2021 года, в начале 2022 года, божась, что ничего со стороны Беларуси в Украину не зайдет и не прилетит. Чем это закончилось, вам напомнить? Тоже ему доктор, что он не влияет на эти процессы принятия решений. Группировка его войск и все, что разворачивается в интересах Российской Федерации в Беларуси, находится в прямом оперативно-стратегическом управлении в Кремле. Yeah. Тоже ему доктор в этой связи. Да, у него очень сложное положение, украинцы самая последняя инстанция, чтобы в это самое его положение входить. Поэтому вот эти все кажущиеся, хотя почему кажущиеся, агонистические телодвижения Кремля на Южном Кавказе, на армянском внутриполитическом треке, вокруг армяно-азербайджанского мирного процесса и так далее, это
что является сейчас следствием. Ну, я не хочу говорить слова там разлома, излома, там, разворота, стратегической инициативы и так далее. Ну, тех тенденций, которые мы сейчас наблюдаем, и те возможности, которые обладают сейчас силы обороны Украины. Они же включились еще и на грузинском фронте. Да. Меняют свою марионетку Гаглоева с Хинвали. Вот. На какого-то близкого и подручного человека, который возглавлял Курчатовский институт, вот, близкого к Путину лично человека, но который никакого отношения не имеет ни к региону, ни к так называемой Южной Осетии. Вот. Телодвижение вокруг Абхазии мы недавно с вами обсуждали. Это тоже замах на Тбилиси, это тоже показать некие свои потенциальные, возможно, победы в будущем. Но общая тенденция она налицо, и вот, к сожалению, подчеркиваю, к сожалению, Кремль не выберет конструктивный вариант, который я мазками проговорил. Вот. Они наделают еще большей беды, однозначно. Они расщеклят на уровне информационного, как минимум, давления вот ядерную дубину и так далее. Они будут обходить Трампа, кого угодно и так далее. Вот. Сейчас, например, уже месяц копейками назад в Блумберге, Аксиусе все писали, что, например, когда их крушили под Киевом в 22 году, вот, или потом под Херсоном, чуть попозже и так далее, одним из условий выхода оставшихся войск тогда было, они их разыгрывали, что угроза применения вот, тактического ядерного оружия. Да. Так и в этой связи концепция сейчас меняется. Вот, я вообще считаю, что это вот, Кощеева игла может выстрелить, скажем так, когда они не только... то, что это будет на уровне намерений, у меня нет никаких сомнений. А вот на уровне практической реализации до нажатия кнопки, вот там возможный вариант. Господин Копчак, и тем не менее несколько обстоятельств обращают на себя внимание. Вот с приходом в Белый дом Дональда Трампа и его команды, и вот завоевание на выборах большинства в обеих палатах Конгресса Соединенных Штатов, Дональд Трамп начал свой такой поход за мир во всем мире. Конечно, это все выглядело своеобразно и породило определенный кризис в трансатлантических отношениях, что в свою очередь породило какие-то надежды у Кремля на такой вот необратимый разлад между Европой и Соединенными Штатами, формирование пространства для маневра, где Россия, будет маневрировать и стратегически обыгрывать и все жертвы своих имперских поползновений, и Европу, и в конечном итоге Соединенные Штаты и Запад в целом. Последнее – это вот встреча Большой Семерки в Эвиане обрушила все их надежды. У Европы и Соединенных Штатов консенсус и по Ирану, и по Ближнему Востоку, и самое главное по Украине. Плюс к этому мы видим утечки в прессе о том, что у Киева и Вашингтона есть понимание того, что на Россию нужно усиливать давление, чтобы посадить ее за стол переговоров об окончании войны. И мы слышим также от вот этого главы российского ведомства, чемпиона по трансатлантическим наркоперевозкам, под названием Министерство иностранных дел, он жалуется, что, оказывается, сейчас вот Америка изменила риторику в отношении нас. Дайте нам дух Анкориджа. Причем это дух Анкориджа, который был, в общем-то, если рационально смотреть, для России, шансом, который они так вот пустили по ветру. И сейчас уже, с ними говорят ультиматумами не только Вашингтон, но и Киев. И это факт. С
чем вот эта перемена связана и насколько эта перемена необратима с учетом и тех вот военных факторов, которые вот появились на войне, причем факторов именно в активе вооруженных сил Украины. Насколько это необратимо и какие развития впереди вам представляются наиболее вероятными? Прошу вас. Ну, я не совсем согласен с тезисом, что буквально после заседания J7, хотя тут главный показательный момент, что на нем уже как полнопарадный игрок, там J7,5 или как угодно его назовите, присутствовала Украина. Конечно. В лице Зеленского. А как бы Трампу и его ближайшему окружению год назад не хотелось бы в J20 или J7 пригласить Путина, ну, обстановка сложилась так, что они даже не стали позориться с его приглашением. Да. Тем не менее, я не согласен, что все так уж вернулось консенсусно ни по иранской теме, ни тем более по украинской. Хотя они полностью идут, ну, в связке. Вот. И здесь уже скорее окно возможности видит не только и не столько Российская Федерация, как Китай, руками, в том числе Российской Федерации, в том числе Ирана и так далее. Потому что мы сейчас имеем картину, что при безоговорочной победе в военной фазе эскалации с Ираном мы имеем тотальные политические, внутриполитические провалы, если хотите, с замахом на выборы в ноябре, известные в две палаты Конгресса, от республиканской партии и непосредственно группы в республиканской партии вокруг Трампа или около Трампа и так далее. Назовем ее так, там, группу Венса и так далее. Что Украина и силы обороны Украины сделали за весьма и весьма короткий период после так называемого духа или в свете так называемого духа Анкориджа. На весь этот Анкоридж никто не обращал внимания. То есть отрабатывался сценарий, при котором после прихода Трампа американцы не то что нам не помогают, вот, а с точки зрения склонения к капитуляции прямо действуют на стороне нашего врага. Киев просто, воюя в когнитивной войне и в горячей войне на поле боя, изменил эту самую концепцию, потому что есть сейчас намеки на то, что помощь Украине, которая имеет карты, должна быть капитализирована Трампом, республиканцами и так далее, той командой, которая при власти, на этих самых выборах в ноябре. Мне кажется, что им уже капитализировать это дело не получится. Не получится. Но действовать в виде побед, замирений и так далее, они уже будут не только лишь давя на Киев, как на более слабую, как они до недавнего считали, сторону. Потому что мы сейчас получаем? Никто Deep State, как один из элементов, которое военно-промышленное лобби в Соединенных Штатах Америки, даже при Трампе никто не отменял. Простым языком, что сделала Украина на фоне иранской кампании Израиля и США там, и так далее? Что она сделала? На кратчайшие сроки своим каналам, очень разным, вышла на разные страны Европы и, самое главное, на разные страны залива и начала расторговывать свои услуги, свой опыт, капитализировать свою субъектность. И у нас на фоне, казалось бы, индифферентной, назовем ее так, позиции Вашингтона при Трампе, у нас появились ситуативные, ну если не союзники, то военно-технические партнеры в очень-очень интересных странах, таких как, например, Объединенные Арабские Эмираты, и как Саудовская Аравия, ряд других стран, которых пока не надо сейчас называть и так далее. Вот. Инициативу ПВО вокруг разработок FP7, если я не ошибаюсь, компании PowerPoint, так называемая концепция Фрейя. Да. Она сейчас реализуется на практике. Потому что никто опыт против борьбы с коллективными шахедами, который имеет только лишь Украина, не отменял. К чему это привело дальше? Ну, немцы, казалось бы. Если я не ошибаюсь, из Рейхметалла или из ДИЛ, не хочу никого зацепить почем зря, совсем недавно говорили, что Украина, воюет образцами, сделанными из дерьма и палок. Я постоянно говорил, что в наших нынешних условиях, то, как мы достигаем результат, это нам скорее комплимент. Так вот, немецкая компания ДИЛ сейчас одомашнивает или переносит производство на свою территорию, вкладываясь
производственные мощности, в том числе и в Украине, по украинским разработкам. Да. Вот. Сейчас ничего Трамп со своим дипстейтом не может сделать, когда Германия действительно на практике захочет реализовать концепцию все 700 ракет годового выпуска для систем ПВО Patriot, передать их Украине. По какой схеме? Купить их в Соединенных Штатах для себя и за помощь, которая выделяется Украине, реализовать их в Украине. Это вообще идеальный вариант. Этого даже Трамп не сможет отменить, усиливая наши возможности. И сейчас просто к нему приходят и на пальцах показывают картину, не только крышки из капотни, но и объясняют тенденции, которые вот в данной связи развиваются. И понимаете, как вот, возвращаясь к первому блоку программы, как бы могла поступить Москва? Я же не исключаю, не говорю, что так будет. Боюсь сглазить, я этого хочу. Может наступить момент, когда при Путине, при Паллаевиче, или положат его в холодильник, или в переходный период, кто-то из Москвы пошлет сигнал и скажет, все, давайте по линии разграничения все заканчиваем. Но на тот момент обстановка будет такой, что Киев, логично, не обязательно громко, будет, говорить, стоять. А может, все-таки вы уйдете наконец-таки из украинских территорий, и тогда мы будем разговаривать с вами. Этот вариант тоже я сейчас не исключаю. Чем занимаются сейчас силы обороны Украины? Понимаете, потому что они все делали то ли по Фрейду, то ли по Оруэллу. Вот. Они, называя в Киеве фашистский режим, напали на Киев в 4 часа ночи. Понимаете? Параллельно хорошие русские бегают и говорят, а как же мы с вами будем жить дальше? Как же мы с вами помиримся? Надо это все прекратить. Ведь даже с немцами в футбол играли в 1950 году. А ход ваших мыслей мне нравится. И всем он нравится. Но перед футболом 1950 года был Нюрнбергский процесс. Да. А до него стерли с лица земли Гамбург, Дрезден с известными заводами силиконового топлива, как синтетического бензина, там и заводы подшипников и так далее. Известная история. Вот. Посмотрите, вы накличите. Украина рада бы этот момент перепрыгнуть, но вы действуете таким образом, что если вы эту логику запускаете, то давайте аналогии проводить до конца. Вот и все. Поэтому я, например, сейчас считаю, что мы далеко не в конечной фазе этого, в том числе военного трэша. Нас ждет жаркое лето, и потом они уже готовятся к холодной в Киеве зиме. Но параллельно готовится Украина. И как это дело, где сорвет резьбу, для нас стратегически главное, чтобы это первое произошло не в Киеве, а в Москве. Зачем-то расторговывает ряд серьезных людей-экспертов тему выборов в Российской Федерации, что они чего-то боятся и могут под это дело оттягивать к сентябрю и так далее. Мне кажется, эти оценки вообще нерелевантны. Вот, они владеют обстановкой внутри, и они, они нарисуют показатель, который посчитают нужным, чтобы и как кто не пришел к урнам, не проголосовал. Ситуация будет развиваться таким образом, как будто этих выборов нет в принципе. Вот и все, их просто не существует. Мы столкнемся обязательно с втягиванием Беларуси в войну, а втянуть ее может только Кремль. Посмотрите, наверное, и в Армении слышали резонансный случай по обстрелу дронами автобуса с белорусскими детьми. Да. Где погибла женщина, сопровождающая и так далее. Дети, слава богу, выжили. Через 15 минут из Украины в Минске все, включая Лукашенко, знали, что никакого отношения Украина к этому делу не имеет. И очень сильно по этому поводу испугались, потому что все прекрасно поняли, к чему клонит Кремль. Понимаете? Вот. И полная информация со всем банком целей, со всей номенклатурой НПЗ, вышек ретрансляторов, завода военно-промышленного комплекса Беларуси, которые работают только на войну, только на Кремль и так далее. Понимаете? Которые в силу договоренности работают без перебоя, в отличие от крымских объектов, в отличие от объектов в Капотне, в Туапсе, далее по списку, последний Воронеж, знаете, как в том грустном анекдоте, российском, кстати, анекдоте. Когда не знаешь, что делать, надо бомбить Воронеж. Они даже это притянули, понимаете? Да. А там не уничтожено, а на определенное время частично выведенное из строя предприятие, которое делало микросхемы для ракет Х-101, для шахедов, электроника и так далее. Вот. А они сейчас возмущаются, как это так. 22 июня стрельнули по Воронежу гады, такие днем, к тому же, понимаете? Там же мирные жители погибли. Вот как на это реагировать? Все же прекрасно знают,
как это можно остановить, причем очень быстро. И в первой части программы мы это обсудили, но они этого делать не будут. Поэтому вот эта агония, она будет экстраполироваться на разные регионы постсоветского не только пространства. Я сейчас абсолютно не нагнетаю, переходя к нашему любимому Южному Кавказу региону, Азербайджану и Армении. И в этой связи, например, визит Хикмета Гаджия в Дилижан я считаю знаковым. Надо готовиться, что Иран не просто выплывет в этой конфронтации, опираясь на китайцев и россиян со Штатами, а он начнет наглеть, когда по просьбе, например, дорогих россиян, условием какого-то замерения или неперекрытия Ормуза из Тегерана просто скажут, что надо свернуть у нас под носом на другом берегу речки Аракс, свернуть дорогу Трип. Потому что мы все время с Турцией и с Россией и с 3 странами Южного Кавказа выступали за неприсутствие вне региональных игроков. Я не утверждаю, у меня нет информации или аналитики, что так может быть. Я абсолютно этого не исключаю. И здесь уже субъектность от Баку и от Еревана напрямую от этого зависит. Как они дипломатически ближе к ноябрю или после ноября сохранят преемственность этого процесса, потому что его развернуть может только Вашингтон, вдруг охладев к этой теме. Этого тоже не надо исключать. И тут там, я не знаю, я вообще считаю, что это на турках держится, например. Потому что они себя ведут взвешенно по теме вокруг Ирана, предоставляя разную помощь Соединенным Штатам Америки, при этом занимая абсолютно жесткую антиизраильскую в свете против Беньямина Нетаньяху, премьера, позицию. Поэтому вот в этой связи все взаимосвязано. Провисание стратегически на украинском фронте существенно ограничивает возможности гибридные, если хотите, прямо или через третьи страны давления Российской Федерации на постсоветское пространство и на Южный Кавказ в частности. Да, мы плавно перешли уже и к нашему региону, которым вы годы напролет занимались, пан Копчак. И вот в Армении выборы завершились, но Россия продолжает конфронтационную линию, причем это делает каким-то совершенно таким шизоидным способом. Уже вопрос вменяемости, причем в клиническом даже, а не политическом смысле, вполне имеет право быть. Когда слушаешь заявления отдельных представителей, официальных представителей официальной Москвы. И тем не менее, буквально перед нашей с вами встречей в эфире появилась информация в Politico Europe о том, что на следующей неделе Ереван посетит уже она 2 месяца назад здесь была Урсула фон дер Ляйен с большой делегацией, в том числе и с Мартой Кос и другими еврокомиссарами и должностными лицами Брюсселя, чтобы выразить поддержку демократическим устремлениям Армении, находящейся под беспрецедентным давлением со стороны России. Армения сейчас в аварийном режиме открывает входы в другие рынки и, в общем-то, находит понимание и в Соединенных Штатах, и в Европе, и да, в определенной мере и у наших соседей, с которыми как-то процессы также продвигаются. Мы, конечно, отлично помним и поздравления украинского президента, поздравление, которое выделилось с тем, что следующим предложением это был прямой призыв и даже требование к Европейскому Союзу предпринять чрезвычайные меры для оказания помощи Армении. Это очень важный такой момент, и это запомнится надолго. Вот ваш взгляд на региональную динамику текущего момента. Прошу вас. Пункт первый, на мой взгляд, как я вижу ситуацию, например, поствыборная
обстановка в Армении, она развивается в рабочем порядке, абсолютно ожидаемом рабочем порядке. Мне кажется, что кремлевские петрушки, которые должны мутить воду, сами в успех этого начинания на данном этапе уже не верят. Вот. Трех основных оппозиционных партий лидеры, две из которых проходят официально в парламент, они то ли были вызваны на ковер в Москву, то ли пытались в Москву сбежать. И то, что их из страны силовики армянские не выпустили, это для меня, например, понятная логика, как некие превентивные меры, которые себе на данном этапе может позволить и Ереван в этой самой гибридном противостоянии с Москвой. Мне кажется, что Николу Пашиняну не сильно хочется, но если уж так развиваются события, ему надо раньше съездить в Москву, чем, например, Роберт Кочарян или Гагик Царукян, или Нарик Карапетян там далее по списку, чтобы обозначить некие отправные точки. Хотя бы я бы не катался туда-сюда в нынешней обстановке. Следующий момент, визит Урсулы фон дер Ляйен, понимаете как, пора уже Брюсселю на Южном Кавказе, в Армении в частности, переходить от каких-то имиджевых вещей поддержки к каким-то практическим шагам. Я охотно верю, потому что это технически несложно без потерь сделать для Европейского Союза, назначить конкретные страны, это экономически поддержав армян, если действительно Кремль будет продолжать развивать конфронтационную линию по вытеснению Армении с Евразес, по ситуативному непропусканию известной номенклатуры армянских товаров на российский рынок и так далее. В этой связи европейцы могут помочь весьма и весьма быстро и эффективно. Дальше, что бы я посоветовал Брюсселю, если хотите, не так коряво, как они иногда делают, а попытаться поддержать мирный процесс, который развивается, на мой взгляд, галопирующими темпами между Азербайджаном и Арменией. Для этого надо просто выходить на подать общие сигналы в две столицы, не обязательно это кого-то дразнить или поднимать на флаг, и у армян, и тем более Баку доказал, что бизнес as usual они вести умеют. Только понятно, чтобы... Ясно, какие темы не надо поднимать, дразнить, опять же, в предвыборной логике в Армении, которая постепенно сходит на нет. Да. Оборонный компонент для Армении, я думаю, что институционально ЕС пока не готов сильно этому способствовать. Но так как я вижу ситуацию, у армян есть контакты с конкретными представителями стран ЕС, это не только Франция, есть Индия. Я уверен, что при таком поведении Москвы будут развиваться контакты с Украиной, и здесь будет главный, на мой взгляд, реперный момент, это не будет никакой нервозности вызывать, например, в Баку, прежде всего, не говоря уже о Турции и так далее. Поэтому Европа должна всячески поддерживать нормализацию отношений Еревана с Азербайджаном и с Турцией. Экономические контакты, открытие границ, мне кажется, не за горами. И тут же, опять же, попробовать дефрагментировать мозг и посмотреть на ситуацию как на сферического коня в вакууме, чем это все мешает Москве? Просто, вы можете совместным бизнесом зайти в Армению, у вас все есть позиции в Армении. Ради бога, пытайтесь это дело капитализировать и так далее. Оно никакой угрозы Москве не несет, кроме имиджевой и кроме потери влияния, как принято сейчас говорить, путинского режима на Южном Кавказе, на постсоветском пространстве. Но мне кажется, будут приняты зеркальные шаги, запугивания, давления и так далее, которые возымеют только лишь обратный эффект. По поводу угроз Трипу и его привязки к тиранской тематикой мы с вами проговорили. Тут опять же консолидированная позиция Баку и Еревана, выходы по дипломатическим каналам на Вашингтон, имея лобби турецкое в этой связи, мне кажется, что стороны к такому развитию событий готовы. Каким-то шагам по созданию хаоса, по непрогнозируемым моментам, вплоть до терактов на территории Армении, у них ума хватит попробовать это сделать,
мне не хотелось бы перед армянской аудиторией теребить эту тему, но сейчас и официальный Ереван, и армянство в целом в границах Армении, ну, они не в том агрегатном состоянии, как это было, например, в 99 году, в 2008 году, в 15, в 18, в 22. Сейчас все-таки 26 год, и я думаю, что комплекс превентивных мероприятий на упреждение этих вещей, он проведен и проводится весьма-весьма активно. И еще один момент, тоже уверен, вы уже обратили на это внимание, сразу после выборов, как оказалось, у перечисленных вами персонажей появились давно запланированные срочные личные дела в России, в Москве и в Центрем. Путь был закрыт. Нарек Карапетян хотел в Ларсе показать бедственное положение армянских экспортеров, и его оттуда вернули. У Роберта Кочаряна была давно запланированная личная поездка в Москву, его вернули с аэропорта, то же самое Гагика Царукяна. То есть эти превентивные шаги уже являются фактом, пан Капчак. Поэтому, вот этот помощник Путина говорил о том, что пока нет ясности с визитом Пашиняна в Москву. Это вот было его заявление сегодняшнее, не то вчерашнее. Вот что вы думаете по этому поводу? Ну, мы отчасти это проговорили, касаемо визита Никола Пашиняна. Ну, все замалчивают другой момент. Ситуация развилась таким образом, что сейчас никто ни в страшном, ни в добром сне не может себе представить визит Путина в Ереван. Ну, понимаете? Да. Зеленский недавно в Ереване был. Да. А Путина, если бы его, я не знаю, там силками, под уколами, под препаратами или еще как угодно, если бы сейчас начали завлекать в Ереван, вот, он не может поехать технически из банальной боязни, точно так же, как и в Баку, в свете известных событий и так далее. Не может приехать. Вот вам и вся концепция. О чем говорить? Да, инструментарий у Кремля остается в форматах приглашений Никола Пашиняна, предложений, от которых он пока не может отказаться, я уже по этому поводу сказал, расстраивают эти визиты, но пока имеем то, что имеем, но с другой стороны, вот давайте смоделируем, вот представьте себе, сейчас пригласить Пашиняна, и он соглашается на фоне того абсолютно генетического маразма, который лился в адрес Армении, в адрес армян, которые волеизъявления выразили в пользу Никола Пашиняна, лидера и так далее. Предыдущий визит, последний, накануне выборов, он уже выглядел, знаете, то ли как Comedy Club, то ли как КВН, где Пашинян в одну калитку обыграл. Кстати, первоапрельский визит. Да, первоапрельский визит и так далее, да. То есть там даже в Армении и в России, как всегда, с издевкой появились шутки о том, что нам сейчас страшно за Comedy Club в Российской Федерации, потому что, известно, что там лица армянского происхождения, заправляют очень давно, выходцы из КВН и так далее. Вот, то есть все взаимосвязано, но все видели, все понимали. Понимаете, вот в этой связи. И опять же, помним предвыборную нашу с вами шуточную конспирологию, что все вот эти коллективный Симонян, вот он чуть ли не работал на Никола Пашиняна, потому что если кто-то и колебался, идти или не идти на выборы, посмотрев на всю эту грязь, они, из принципа, на зло пошли и проголосовали. Потому что, и считается, поправьте меня, по-моему, 59, почти 60% явка. Это при том, что по законодательству Армении заграничных пунктов нету, нет. Надо приезжать в Армению, имея паспорт. Это очень весомая явка. Да. На фоне многолетних рассказов, в том числе и из Кремля, насколько армянское общество апатично, насколько им надоели все, в том числе Никол Пашинян. Поэтому, пусть иногда полезный идиотизм будет и за нас.
Спасибо, Памuk Капчак, за ваши очень обстоятельные и важные комментарии и оценки, которыми вы поделились с нашими телезрителями и уделили время нашему эфиру, вашей прекрасной стране скорейшего мира через перемогу. Слава Украине, берегите себя и всех благ. До новых встреч. Героям слава, спасибо за поддержку, до новых встреч. Всего доброго. Ամենք զրուցեցինք մեր գործընկեր, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Վլադիմիր Կոպչակի հետ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից, խոսեցինք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմում ձևավորվող նոր իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին, խոսեցինք նաեւ մեր տարածաշրջանից, այսպես Կիևյան օպտիկայով դիտարկեցինք նաեւ այն process-ները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնոք եւ պարոնայք, կհանդիպենք վաղը, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցի հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։ Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։